Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղի եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю разные ритуалы, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, дорогие мои подписчики, обращайтесь. Ինչպես գիտեք սիրելիներս, այսօր ես մտնում եմ 2 ժամյա եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, հարց տալու ժամանակ գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր սոցիալական վիճակի մասին, ամուսնացած եք, բաժանված եք, նաև գրում եք այն ոլորտը, որի մասին, որի վերաբերյալ ձեր հարցն է, անձնական, առողջական, ֆինանսական։ Բացի դրանից դուք կարող եք նաև հարց տալ ձեր վրական նեգատիվ էներգիա, կաթուղթուգիր, անեծք, ես ուղիղ եթերների ժամանակ այդ հարցերին նույնպես պատասխանում եմ։ Սիրելիներս, նկատի ունեցեք, եթե ես զգացի, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը նեգատիվի պատճառ է, ես դա անպայման կբարձրաձայնեմ։ Նաև սիրելիներս, եթե իմ եթերները պահպանվում են իմ բոլոր եթերներում, իմ բոլոր ալիքներում, եթե դուք զգում եք, որ ձեր հարցը հանրայնացնելու համար հարմար չի, դուք այդ հարցերը կարող եք չտալ, դուք այդ հարցերը կարող եք հետագայում ինձ գրեք իմ նամակներով, Viber-ից, WhatsApp-ից ես կպատասխանեմ։ Այս բոլոր հարցերը դրանք պահպանվում են իմ բոլոր ալիքներում։ Եթե զգում եք, որ ոչ մի խնդիր չկա այս հարցերը հանրայնացնելու հետ կապված, ուրեմն կարող եք շատ հեշտությամբ ձեր հարցերը տալ, ես էլ մեծ ուրախությամբ այդ հարցերին կպատասխանեմ։ Сирелиnerс, дорогие мои подписчики, я знаю, что многие мои подписчики, они русскоязычные, они понимают и разговаривают только на русском языке. Дорогие мои подписчики, если вы хотите давать вопросы, вы можете давать на русском. Я с большим удовольствием и на ваши вопросы отвечу. Սկսենք մեր եթերները, դուք էլ սիրելիներս, հարգելիներս ակտիվ եղեք, ուղարկեք ձեր նվերները, ուղարկեք ձեր մեկնաբանությունները, գրանցվեք իմ ալիքին, որպեսզի մեր մեջ լինի էներգիայի փոխակերպում, ես իմ էներգիան եմ տալիս, ձեզանից էլ ստանում եմ ձեր նվերները, ձեր լայքերը, ձեր գրանցվելը իմ ալիքներին։ Այսքանը սիրելիներս, սկսենք մեր ուղիղ եթերը։
աղուն 63 տարեկան, հանդիպում կլինի թե ոչ։ Ոչ, սիրելի աղունը, դեզերքը ասում է, որ ինչին որ դուք սպասում եք հանդիպման, այդ հանդիպումը չի լինի։ Ցույց է տալիս, որ կա խնդիր, կա նեգատիվ, որը փակում է ձեր հանդիպման ճանապարհը, ձեր երազանքների ճանապարհը, որպեսզի ձեր երազանքը կատարվի, որպեսզի ձեր այդ ցանկացած հանդիպումը լինի, սիրելի աղուն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր ցանկացած երազած հանդիպումը կլինի, քանի փակված է չեմ տեսնում հանդիպում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ։ Գրիգոր 29 տարեկան ընդհանուր։ Սիրելի Գրիգոր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա նեգատիվ, որի պատճառով ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ եւ պրոբլեմներ կա։ Գիտեք ինչ, ոնց որ կանգնած լինեք, սիրելի Գրիգոր, ձեզ թվում է, թե շարժվում եք, բայց առաջընթաց չկա։ Նույնիսկ եթե դուք զգացել եք, դուք մի քայլ ձեզ թվում է առաջ եք գծում, ընդհակառակը մի քանի քայլ հետընթաց է լինում։ Սիրելի Գրիգոր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ընդհանուր բոլոր ոլորտներում հաջողություն։ Անահիտ 20 տարեկան, անձնական, Անահիտ 20 տարեկան, անձնական, Սիրելի Անահիտ, ձեր կյանքի ու անձնական ոլորտում մտնում է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, այդ խնդիրներից, պրոբլեմներից դուք դուրս եք գալիս։ Ինչ միտք ունեք, ինչ երազանք ու նպատակ ունեք, սիրելի Անահիտ, ձեր երազանքը, նպատակը կատարվում է։ Շնորհակալ եմ։ Անգելինա Նարեկ, ամուսնություն կլինի, թե ոչ։ Կա խնդիրներ ձեր կյանքի մեջ, սիրելի Անգելինա, սիրելի Նարեկ, ոչ, չեմ տեսնում ամուսնություն, որովհետև ցույց է տալիս, որ կա նեգատիվ, հատկապես տղամարդու վրա, տղամարդու Նարեկի վրա, Նարեկի ազգի վրա, որի պատճառով ամուսնություն չի լինի։ Որպեսզի լինի ամուսնություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, որ կա ձեր վրա մաքրեք, նոր կլինի ամուսնություն, նոր կլինի անձնական երջանկություն, քանի այս նեգատիվը կա, չի լինի ամուսնություն։ Գրեք ձեր հարցը, գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր հարցը, որ պատասխանեմ։ Ռուզաննա 19 տարեկան, անձնական,
Սիրելի Ռուզաննա, ձեր ազնական կյանքում մտնում է հաջողություն, մտնում է երջանկություն, ինչ երազակ նպատակ որ ունեք, սիրելի Ռուզաննա, ձեր երազակը նպատակը կատարվում է։ Արմինե 33 տարեկան անձնական Արմինե 33 տարեկան անձնական Սիրելի Արմինե, կա խնդիրներ ձեր և ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի և ֆինանսական և անձնական ոլորտում մտնում է հաջողություն, ինչ երազակ նպատակ որ ունեք, դրանք կատարվում է։ Չէ, սիրելիս, ձեր հարցը չի երևում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սիրելի Անահիտ, գրեք ձեր տարիքը, գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը։ Սիրելիս, Անահիտ 26 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 26 տարեկան։ Անահիտ 26 տարեկան։ Սիրելի Անահիտ, ձեր կյանքի մեջ ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, կյանքի ձեր բոլոր ոլորտներում, եւ անձնական, եւ գործնական, գիտեք ինչ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Անահիտ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, դուրս եք գալիս, երջանկություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում, սիրելի Անահիտ։ Անահիտ 20 տարեկան, այս տարի կամուսնանաք, թե ոչ։ Անահիտ 20 տարեկան։ Այո, սիրելի Անահիտ, դուք կամուսնանաք և երջանիկ էլ ամուսնություն է լինելու, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում, դուք կամուսնանաք։ Շնորհակալ եմ նվերների համար, շատ շնորհակալ եմ։ Ռիտա 44 տարեկան անձնական։ Սիրելի Ռիտա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր անձնականը, ոչ միայն ձեր անձնականն է, փակված ձեր կյանքի բոլոր ոլորտներում պրոբլեմներ ու խնդիրներ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Ռիտա, նոր կլինի անձնական, ամբողջովին փակված է, սիրելի Ռիտա, նույնիսկ դուք առողջական խնդիրներ կունենաք, եթե այս նեգատիվը ձեր վրա մնա, այժմ էլ ունեք այդ առողջական խնդիրները, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, թող մաքրման գործողություն կատարի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում մտնի հաջողություն և էներգետիկա։
Գառնիկ 43 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գառնիկի համար։ Սիրելի Գառնիկ, ձեր առողջական խնդիրը թուղթուգրի և նեգատիվի արդյունք է։ Եթե դուք բուժման պրոցեդուրաների հետ պետք է անպայման ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որպեսզի ձեր բուժման պրոցեդուրան արդյունավետ լինի։ Սիրելի Գառնիկ, քանի կա այս նեգատիվը, բուժումը ձեզ ռեալ ոչ մի օգնություն չի տա, ընդհակառակը ժամանակի կորուստ, ֆինանսների կորուստ, բուժման հետ միասին կատարեք մաքրման պրոցես, որպեսզի այս նեգատիվ էներգետիկան ձեր վրայից դուրս գա, սիրելի Գառնիկ, որպեսզի առողջական խնդիրները լուծվեն։ Պաշ 32 տարեկան, առողջական։ Պաշ 32 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Պաշի համար։ Սիրելի Պաշ, ճիշտ է կա առողջական խնդիրներ, բայց կա նաև առողջացում, կա լավացում, կա ապաքինում։ Սիրելի Պաշ, դուք կառողջանաք, ապաքինում է ցույց տալիս։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Անի 34 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ սիրելի Անի ձեր անձնական ոլորտում, ոնց որ ձեր անձնականը քնած լինի, ցանկանում ես այդ իրավիճակից դուրս գաս, բայց քանի քնում այնքան վատանում է, չես կարողանում։ Գիտեք ինչ, սիրելի Անի, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ձեր անձնականը քնած է, փորձում ես դուրս գալ, բայց չի ստացվի։ Քանի գնա, այնքան կվատանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվ, այս բացասական էներգետիկան ձեր վրայից մաքրեք, սիրելի Անի, եւ կլինի անձնական հաջողություն։ Դուք տանջվում եք, ոչ թե առաջ եք գնում, ընդհակառակը հետընթաց եք ապրում, ժամանակ եք կորցնում, սիրելի Անի։ Միքայել 23 տարեկան, անձնական։ Միքայել 23 տարեկան, անձնական։ Մեր Միքայելի վրա կա անեսք, Միքայելի հայրական ազգը անեսքի տակ է, այս էներգետիկան ոչ միայն Միքայելի վրա է ազդում, նաև Միքայելը եթե ունի հարազատ քույրեր, եղբայրներ, իրենց վրա է ազդում, կա անձնական դժվարություններ, կա ֆինանսական խնդիրներ, ոնց որ Միքայելը իր տեղը չի գտնում, հնարավոր է կախվածություններ, հնարավոր է տարօրինակ իրավիճակներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, Միքայելի վրայից մաքրեք այս նեգատիվ էներգետիկան, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի հաջողություն, որովհետև ցույց է տալիս, որ այս նեգատիվը անընդհատ Միքայելի հաջողության ճանապարհները փակում է, բոլոր ճանապարհները փակում է։ Բարև ձեզ։ Արփինե 35 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի համար։ Արփինե, առողջական։
Սիրելի Արփինե, ձեր առողջական խնդիրը նեգատիվի արդյունք է, հնարավոր է եւ թուղթուգիր, հնարավոր է եւ անեսք, որբիսի լինի լավացում, որբիսի լինի ճիշտ ախտորոշում, որբիսի լինի արդյունավետ բուժում, սիրելի Արփինե, բուժման պրոցեդուրաների հետ միասին դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, զուգահեռ բուժման պրոցեդուրաների հետ առողջացրեք ձեր բիոէներգետիկ դաշտը, մաքրվեք այս նեգատիվից եւ ձեր ֆիզիոլոգիական այդ խնդիրը կանցնի, ձեր այդ առողջական խնդիրը, այդ վատառողջությունը կանցնի, բայց եթե չմաքրվեք, օգուտ չի լինի, սիրելիս, օգուտ չի լինի, ընդհակառակը քանի գնա այնքան դժվարություններ ու բարդություններ կլինի։ Իզաբելա 44 տարեկան, ունենա աշխատանք։ Սիրելի Իզաբելա, չեք ունենա աշխատանք, որովհետև ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք, եթե աշխատանք եք գտնում եք, դա շատ ժամանակավոր եւ շատ կարճատև է լինում, դուք էլ չեք հասկանում ինչն է պատճառը, պատճառը այս թուղթուգիրն ու անեսքն է, ոչ միայն աշխատանքի ու ֆինանսի հետ կապված խնդիր ունեք, նաեւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կա խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք եւ ձեր կյանքի մեջ ոչ թե կբացվի ուրիշի համար աշխատելու հնարավորություն, այլև դուք ձեր սեփական բիզնեսով, ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն կունենաք։ Վահե 26 տարեկան, սիրելի Վահե, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են։ Սկզբից ձեր ֆինանսական հաջողություն կունենաք ձեր աշխատանքային ոլորտում, մասնագիտական ոլորտում, նոր դրանից հետո ձեր անձնական կյանքի մեջ կմտնի հաջողություն եւ երջանկություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Ալիսայի համար։ Այո, սիրելի Ալիսա, դուք բնակարան կգնեք, դուք բնակարան կգնեք։ Շնորհակալ եմ նվերների համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։
Լիլիթ, երբ աշխատանք կգտնեք։ Շատ մոտ ժամանակներում սիրելի Լիլիթ, դուք աշխատանք կգտնեք։ Էդգար 20 տարեկան անձնական Էդգար 20 տարեկան անձնական Սիրելի Էդգար, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա նեգատիվ, հնարավոր է ձեր ազգի վրա կա նեգատիվ, որի պատճառով ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի անձնական։ Քանի այս նեգատիվը կա, սիրելի Էդգար, անձնական չի լինի։ Ինչքան էլ երիտասարդ եք, ժամանակ կկորցնեք, բայց անձնական երջանկություն չեք ստանա։ Հնարավոր է ձեր եւ հայրական, ձեր մայրական ազգը փակված է։ Դրա պատճառով ձեր անձնականը ամբողջովին քաոսային վիճակի մեջ է։ Դավիթ քնարիք, երբ կհաշտվեք։ Դավիթ քնարիք, երբ կհաշտվեք։ Ընդհանրապես չի լինի հաշտություն, որովհետև ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք։ Սիրելի Դավիթ, չէ, սիրելի քնարիք, չէ, հաշտություն չի լինի։ Ձեր բաժանության պատճառը թուղթուգիրն է, քանի այս թուղթուգիրը կա, հաշտություն չի լինի։ Եթե ուզում եք, որ լինի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի հաշտություն։ Անժելա 43 տարեկան, ինչ է սպասվում։ Անժելա 43 տարեկան, ինչ է սպասվում։ Կա ֆինանսական խնդիրներ, կա դժվարություններ, գիտեք ինչ, սիրելի Անժելա, եւ անձնական դեպակված, եւ ֆինանսական դեպակված, եւ ցույց է տալիս, որ ոչ մի լավ բան չի սպասվում, եւ ֆինանսների կորուստ, եւ անձնական դժվարություններ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր ձեզ կսպասվի հաջողություն, քանի այս նեգատիվը կա, քաոս, քաոս, քաոս է լինելու ձեր կյանքի մեջ։ Աշոտ 54 տարեկան, գործում հաջողություն կլինի, թե ոչ։ Աշոտ 54 տարեկան, կա ֆինանսական խնդիրներ, պրոբլեմներ, սիրելի Աշոտ, այո, ճիշտ է, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այդ գործում, տվյալ գործում ձեզ մոտ հաջողություն է ցույց տալիս եւ ձեր այդ ֆինանսական խնդիրները, պրոբլեմները դուք կարողանաք հաղթահարել, այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր ազատվել։ Շնորհակալ եմ սրտիկների, շնորհակալ եմ լայքերի, շնորհակալ եմ նվերների համար։
Վիգեն 44 տարեկան, երբ երեխա կունենաք, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վիգենի համար, երբ կլինի բալիկ, Վիգեն 44 տարեկան, կլինի բալիկ, սիրելի Վիգեն, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով հնարավոր է երեխա չեք ունենում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, և դուք և ձեր կինը այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի երեխա, քանի այս կախարդանքը կա, սիրելի Վիգեն, երեխա չեն տեսնում, դիմեք էքստրասենսի անպայման կատարեք մաքրման գործողություն։ Էլիզա 35 տարեկան, ֆինանսական, Էլիզա 35 տարեկան, ֆինանսական, Սիրելի Էլիզա, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն է ցույց տալիս։ Անահիտ 54 տարեկան, ձեր տունը կվաճառվի, թե ոչ։ Անահիտ 54 տարեկան, ձեր տունը կվաճառվի, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը, ձեր տունը կվաճառվի, թե ոչ։ Այո, ձեր տունը կվաճառվի, սիրելի Անահիտ, ձեր տունը կվաճառվի։ Ռազմիկ Մարինե, ապագա կլինի, թե ոչ։ Ռազմիկ Մարինե, ապագա կա, թե ոչ։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ այո, ձեր հարաբերությունները զարգանալու, ծաղկելու հնարավորություն ունեն։ Նատաշա 28 տարեկան, առողջական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նատաշայի համար։ Նատաշա 22 տարեկան, առողջական, սիրելի Նատաշա, ձեր առողջական խնդիրը թուղթուկրի և անեզքի պատճառ է, ավելի շուտ տոհմական անեզք կա ձեր վրա, հնարավոր է և մայրական ազգը, նաև հայրական ազգը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր վրայից մաքրեք այս նեգատիվը, նոր կլինի առողջացում, եթե այս նեգատիվը ձեր վրայից չմաքրեք, ֆիզիոլոգիական լավացում ցույց չի տալիս, ընդհակառակը ավելի բարդություններ կլինեն։ Սոնիկ 77 տարեկան, ձեր վրա, ձեր տան վրա թուղթուկիր կա, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սոնիկի համար։
Այո, սիրելի Սոնիկ, ձեր տան վրա, ձեր ասկի վրա կա թուղթուգիր, կա անեծք, դրա պատճառով կա առողջական խնդիրներ, կա անձնական խնդիրներ, կա ֆինանսական բարդություններ, դուք մեկ դժբախտությունից դուրս չելած ընկնում եք մյուս դժբախտության և դժվարության մեջ։ Սիրելի Սոնիկ, որպեսզի այս տարօրինակ ընթացքը ձեր հարազատների կյանքի միջից դադարի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի ձեր սերունդը շունչ քաշի։ Ձեր սերունդի վրա կա անեծք, կա թուղթուգիր։ Այո, սիրելի Սոնիկ, ձեր վրա կա թուղթուգիր։ Ասում եմ, այո, անձնականել եմ ասում, Սահակ Մայրամ, ընտանեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սահակի ու Մայրամի համար։ Սիրելի Սահակ, սիրելի Մայրամ, կա դժվարություններ, ձեր վրա ցույց է տալիս, որ կա թուղթուգիր, սիրելի Սահակ, սիրելի Մայրամ, կա նեգատիվ, որի պատճառով ձեր տան մեջ ֆինանսական խնդիրներ են, պրոբլեմներ են, որոնք հնարավոր է հետագայում նաև անձնական խնդիրներ և պրոբլեմներ ստեղծեն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի ձեր անձնական կյանքի մեջ խնդիրներ, պրոբլեմներ չառաջանան, ձեր վրա կա թուղթուգիր։ Բարև ձեզ, կարող եք զանգել, իմ հեռախոսահամարը իմ բոլոր ալիքներում տեղավորված է, TikTok-յան ալիքներում, YouTube-յան ալիքներում, իմ կոնտակտային տվյալները կան, կարող եք զանգել։ Арам Кристина, что вам ждет? Арам Кристина, что вам ждет? Вам ждет счастье, удача, счастье в отношениях, удача, счастье в личной жизни и финансовой жизни. Вас ждет счастье и удача. Ռուզաննա 36 տարեկան Ռուզաննա 36 տարեկան Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար Սիրելի Ռուզաննա, կա խնդիրներ ձեր կյանքի մեջ, կա պրոբլեմներ, և անձնական պրոբլեմներ, և գործնական պրոբլեմներ Սիրելի Ռուզաննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով և ձեր անձնականն է փակված, և ձեր գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս կապանքից, կլինի և անձնական, կլինի և գործնական։ Փակված է սիրելի Ռուզաննա, ձեր կյանքի բոլոր ոլորտները։
Կոր 40 տարեկան գործում հաջողություն կունենաք թե ոչ։ Կոր 40 տարեկան Սիրելի կոր, ձեր վրա կա թուղթուղիր, որի պատճառով ոչ գործերում հաջողություն կլինի, ոչ էլ անձնականում, հնդագարակը, խնդիրներ, պրոբլեմներ։ Ձեր հիմնական խնդիրը, որոնք դժվարություն է ձեր կյանքի մեջ առաջացնում, սիրելի կոր, դա ձեր վրա կա սիրային մագիա, սիրային կախարդանք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվ, այս բացասական էներգիան ձեր վրայից մաքրեք և ձեր գործնական, և ձեր ֆինանսական, և ձեր անձնական կյանքի մեջ կլինի հաջողություն։ Նարինե 52 տարեկան առողջական Նարինե 52 տարեկան առողջական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար Նարինե 52 տարեկան առողջական Սիրելի Նարինե, ձեր առողջական խնդիրը դա թուղթուղրի անեծքի պատճառ է Ձեր տոհմի վրա կա անեծք, ձեր տոհմի վրա կա նեգատիվ, որը նման ձևով է ազդում ձեր ֆիզիոլոգիական մարմնի վրա։ Սա մենակ ձեր վրա չի ազդում, ձեր սերունդի, ձեր ազգի բոլոր ներկայացուցիչների վրա։ Մեկի մոտ անձնական խնդիր կա, մեկի մոտ առողջական խնդիր կա, մեկի մոտ ֆինանսական խնդիր կա, մեկի մոտ վաղաժամ մահեր կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի առողջացում։ Լավացում լինի ոչ միայն ձեր ֆիզիոլոգիական մարմնի վրա, այլև ձեր տոհմի վրա, ձեր բիոէներգետիկ դաշտի վրա, ձեր սերունդի վրա, որովհետև էլի եմ ասում, սա մենակ ձեր վրա չի, ձեր տոհմի ու ձեր ազգի վրա է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Քսանութ տարեկան Ինա առողջական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ինայի համար Ինա առողջական Սիրելի Ինա, ձեր առողջական խնդիրը նույնպես նեգատիվի արդյունք է։ Ձեր առողջական խնդիրը նույնպես նեգատիվի արդյունք է։ Բուժման պրոցեդուրաների հետ միասին դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի։ Այս նեգատիվից ձերբազատվեք, որպեսզի լինի լավացում։ Եթե այս նեգատիվից ձերբազատվեք, լավացում չի տալիս։ Ախտորոշում էլ չեն գտնի, քանի գնա այնքան կբարտանա։ Ձեր առողջական խնդիրը չի լուծվի, քանի այս նեգատիվը ձեր վրա է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Մայրամ 37 տարեկան անձնական Մայրամ 37 տարեկան անձնական Սիրելի Մայրամ, ձեր կյանքի և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում մտնում է հաջողություն։ Եթե խնդիր կա, եթե պրոբլեմ կա, սիրելի Մայրամ, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից ձերբազատվում եք։ Հաջողություն է մտնում ձեր կյանքի մեջ, սիրելի Մայրամ։ Սիրանուշ 30 տարեկան անձնական Սիրանուշ 30 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սիրանուշի համար Կա խնդիրներ, սիրելի Սիրանուշ,
ձեր անձնական ոլորտում։ Սիրելի Սերանուշ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, դրա պատճառով անձնականդ անընդհատ քանդվում է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագիան ձեր վրայից անեք, որպեսզի լինի անձնական երջանկություն։ Քանի այս մագիան կա, չկա անձնական, ամբողջովին փլուզված է։ Շնորհակալ եմ նվերների համար։ Սիրելի Սուրո, գրեք ձեր տարիքը, գրեք ձեր տարիքը։ Սիրելի Սուրո, գրեք ձեր տարիքը, Սուրո 43 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուրիկի համար, Սուրիկ 43 տարեկան անձնական, կան խնդիրներ սիրելի Սուրիկ ձեր անձնական ոլորտում, ոնց որ ձեր անձնականը քնած լինի։ Գիտեք ինչ, բայց դա ժամանակավոր է։ Դուք դժվարությունը թողնում եք անցյալում և ձեր կյանքի մեջ անձնական ոլորտում մտնում է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա սիրելի Սուրիկ, դուք այդ խնդիրները, պրոբլեմներից դուրս եք գալիս և ձեր անձնական ոլորտում մտնում է հաջողություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ, ձեր նվերներից եմ շնորհակալ։ Աքսանա 22 տարեկան անձնական, Աքսանա 22 տարեկան անձնական, սիրելի Աքսանա, կա խնդիրներ, ձեր անձնականը փակված է, սիրելի Աքսանա, ձեր անձնականը փակված է, գիտեք ինչ, ոնց որ ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում, ձեր վրա կա նեգատիվ, հնարավոր է ձեր հայրական ազգի վրա կա նեգատիվ, որը փակում է ձեր անձնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Աքսանա, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, կլինի անձնական, կլինի հաջողություն ձեր կյանքի մեջ, քանի այս նեգատիվը կա, դուք как բերքով գալիս է, կպտտեք և առաջխաղացում չեք ունենա։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Շահեն 57 տարեկան անձնական, սիրելի Շահեն, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ ու պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, հաջողություն է ցույց տալիս։ Անի 36 տարեկան առողջական,
Անի 36 տարեկան առողջական Սիրելի Անի, ձեր առողջական խնդիրը կա, բայց նաև կա լավացում, կա առողջացում։ Դուք կառողջանաք 100%, սիրելի Անի, մեծ ուրախություն է ցույց տալիս, լավացում է ցույց տալիս եւ առողջացում է ցույց տալիս։ Մարտին 35 տարեկան կամուսնանաք այս տարի թե ոչ։ Մարտին 35 տարեկան ամուսնություն կլինի թե ոչ։ Կան խնդիրներ, սիրելի Մարտին։ Այո, ամուսնություն կլինի։ Խնդիրներն էլ կլուծեք, ամեն ինչն է կլուծեք, սիրելի Մարտին, ամուսնություն կլինի։ Ցողիկ 23 տարեկան անձնական Ցողիկ 23 տարեկան անձնական Սիրելի ցողիկ, կա խնդիր ձեր անձնական ոլորտում, սիրելի ցողիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ձեր անձնականը ամբողջովին փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի ցողիկ, նոր կլինի անձնական, քանի կա այս կախվածությունը, քանի կա այս կապանքները, անձնական երջանկություն չեմ տեսնում, սիրելի ցողիկ։ Գայանե 32 տարեկան անձնական Գայանե 32 տարեկան անձնական Սիրելի Գայանե, ձեր անձնական կյանքի մեջ մտնում է հաջողություն, մտնում է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք, ձեր անձնական կյանքի մեջ մտնում է հաջողություն, մտնում է երջանկություն։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Կինարա 22 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կինարայի համար։ Սիրելի Կինարա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են։ Վարժամ 29 տարեկան բնակարան կքնեք թե ոչ։ Վարժամ բնակարան կքնեք թե ոչ։ Այո, սիրելի Վարժամ, դուք բնակարան կքնեք։ Մերի 45 տարեկան ֆինանսական կա խնդիրներ, սիրելի Մերի։ Սիրելի Մերի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր ֆինանսականը, փակված է
եւ ձեր գործնականը եւ ձեր անձնականը դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում, ձեր վրա մեծ թուղթուղիր կա, սիրելի մերի, մեծ անեծք կա։ Մարինե 43 տարեկան անձնական Մարինե 43 տարեկան անձնական Սիրելի Մարինե ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ ու պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Գոհար 19 տարեկան եւ կամուսնանա Գոհար 19 տարեկան եւ կամուսնանա Սիրելի Գոհար ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեծք, որի պատճառով ամուսնություն չի տալիս, քանի այս նեգատիվը կա, ամուսնություն չի լինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեծքն ու նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի ամուսնություն, փակված է ձեր ամուսնությունը, սիրելի Գոհար, չկա Արթուր 39 տարեկան անձնական Արթուր 39 տարեկան անձնական Սիրելի Արթուր ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, երազանքների, նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դա կատարվում է Սեդա 19 տարեկան անձնական Սեդա 19 տարեկան անձնական Սիրելի Սեդա ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են, հաջողություն է ցույց տալիս, սիրելի Սեդա ձեր անձնական ոլորտում Անդրանիկ 36 տարեկան կամուսնանա թե ոչ տեսնենք ինչ ասում տիեզերքը Անդրանիկ 36 տարեկան կամուսնանա թե ոչ Կա խնդիրներ, սիրելի Անդրանիկ Ճիշտ է, կա խնդիրներ, բայց կամուսնանաք Սիրելի Անդրանիկ եւ խնդիրներից կձերբազատվեք ձեր կյանքի եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում մտնում է հաջողություն կամուսնանաք սիրելի Անդրանիկ Բարև ձեզ,
Լուսինե 45 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լուսինեի համար։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, փակված է եւ անձնականը, փակված է եւ ֆինանսականը, կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Լուսինե, նոր կլինի երջանկություն, նոր կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը ձեր մոտ ամեն ինչ խնդիրներ է լինելու, քանի կնա այդ խնդիրներն ու պրոբլեմները կբարձրանան։ Տերմինե 47 տարեկան անձնական։ Տերմինե 47 տարեկան անձնական։ Սիրելի Տերմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական երջանկություն։ Գիշեր է ձեր համար, ձեր անձնականը փակված է։ Արման 33 տարեկան անձնական։ Արման 33 տարեկան անձնական։ Սիրելի Արման, ձեր վրա կա նեգատիվ, հնարավոր է եւ ձեր վրա, հնարավոր է եւ ձեր ազգի վրա, որի պատճառով եւ ֆինանսական պարտություններ կա, եւ անձնական խնդիրներ ու պրոբլեմներ կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Արման, եւ ձեր կյանքի մեջ կմտնի հաջողության ժամանակաշրջան։ Հասմիկ 38 տարեկան անձնական։ Հասմիկ 38 տարեկան անձնական։ Սիրելի Հասմիկ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, այդ խնդիրները, պրոբլեմները լուծվում են։ Ձեր կյանքի մեջ, ձեր անձնական ոլորտում մտնում է հաջողություն, երջանկություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Հասմիկ, ձեր երազանքը եւ նպատակը կատարվում է։ Ժորա 26 տարեկան անձնական։ Ժորա 26 տարեկան անձնական։ Սիրելի Ժորա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Ժորա, ձեր անձնական ոլորտում։ Կարնիկ 43 տարեկան առողջական։ Կարնիկ 43 տարեկան առողջական։ Կա խնդիրներ ձեր առողջական ոլորտում, բայց լավացում կլինի, սիրելի Կարնիկ, ճիշտ է կա խնդիրներ, բայց կա նաև առողջացում, ձեր մոտ ցույց է տալիս լավացում, սիրելի Կարնիկ, դուք կարողանաք այդ վտանգավոր հիվանդությունը հաղթահարել եւ դուրս գալ, առողջացում է ցույց տալիս։ Մերի 37 տարեկան անձնական։ Մերի 37 տարեկան անձնական։ Սիրելի Մերի,
ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր անձնականը ամբողջովին փակված է, չկա անձնական սիրելի մերի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանքը, այս մագյան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական, փակված է։ Նեկտար 69 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի նեկտարի համար, նեկտար 69 տարեկան, սիրելի նեկտար ցույց է տալիս, որ եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա ձեր կյանքի մեջ, ձեր հարազատների կյանքի մեջ, այդ խնդիրները, պրոբլեմները լուծվում են, ձեզ հաջողություն է ցույց տալիս, հաջողություն է ցույց տալիս, պրոբլեմներից դուրս գալ է ցույց տալիս, սիրելի նեկտար, հաջողություն է ցույց տալիս, ինչի մասին որ մտածում եք, ինչ որ երազում եք, ձեր երազանքները կկատարվեն։ Մոնիկա 25 տարեկան, Մոնիկա 25 տարեկան, սիրելի Մոնիկա, ձեր կյանքի մեջ ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս, որ ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են, սիրելի Մոնիկա, ինչ երազանք նպատակներ որ ունեք, դրանք կատարվում են, հաջողություն է ցույց տալիս։ Ռուզաննա 23 տարեկան, գիրկա թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Ռուզաննա 23 տարեկան, գիրկա թե ոչ, սիրելի Ռուզաննա, այո գիրկա, դուք էլ լավ գիտեք, կա գիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս գիրը ձեր վրայից մաքրեք, որպեսզի ձեր կյանքի մեջ մտնի հաջողություն, կա խնդիրներ եւ անձնական եւ գործնական ոլորտում, դիմեք էքստրասենսի, այս նեգատիվից մաքրվեք։ Արանինա կհաշտվեն, համերաշխ կլինեն թե ոչ, Արանինա համերաշխ կլինեն թե ոչ, այո, համերաշխ կլինեն, համերաշխ կլինեն, Քնարիք Դավիթ, երբ կմիանաք, Քնարիք Դավիթ, երբ կմիանաք, Դարապես կա խնդիրներ, սիրելի քնարիք, սիրելի Դավիթ, սիրելի քնարիք, սիրելի Դավիթ, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով միություն չի լինի, որպեսզի լինի միություն, ձեր վրայից մաքրեք այս թուղթուգիրը, նոր դրանից հետո հնարավոր է լինի միություն, եւ քնարիքի վրա եւ Դավիթի վրա նեգատիվ կա, թուղթուգիր կա, անեծ կա, դրա պատճառով միություն չի լինի։ Զարա 27 տարեկան անձնական,
Զարա 27 տարեկան անձնական Սիրելի Զարա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք ու նպատակ որ ունեք, դրանք կատարվում են, սիրելի Զարա, հաջողություն է ցույց տալիս։ Արփինե 24 տարեկան անձնական Արփինե 24 տարեկան անձնական Սիրելի Արփինե, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուկից, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Արփինե, կլինի անձնական, փակված է ձեր անձնականը, սիրելի Արփինե, ես է ձեզանից եմ շնորհակալ, ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների, Արփինե 38 տարեկան անձնական, Արփինե 38 տարեկան անձնական, Սիրելի Արփինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, սիրելի Արփինե, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Ժորա 26 տարեկան անձնական, Ժորա 26 տարեկան անձնական, Սիրելի Ժորա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Ես ձեզանից եմ շնորհակալ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր նվերների ու սրտիկների համար։ Գրանցվեք իմ ալիքներից, նման ձևով ձեր շնորհակալությունը կկարողանաք հայտնել։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ռուսլան 33 տարեկան, թուղթուգիր կա թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռուսլանի համար։ Ռուսլան 33 տարեկան, ընդհանրապես սիրելի Ռուսլան, ցույց է տալիս, որ ձեր անձնական ոլորտում դժվարություն կա, հնարավոր է ընտանիքի հետ կապված, գիտեք ինչ, սիրելի Ռուսլան, հնարավոր է դուք բաժանված անձնավորություն եք և ձեր այդ բաժան լինելու պատճառը թուղթուկիրն ու նեգատիվն է։ Ոչ միայն անձնական խնդիր կա, սիրելի Ռուսլան, նաև ֆինանսական խնդիրներ ու ֆինանսական դժվարություններ կա։ Ձեր վրա ցույց է տալիս, որ նեգատիվ կա, որը ձեր բերել է բաժանություն, ընտանիքի կորուստ են ցույց տալիս, և սա նեգատիվի արդյունք է, սիրելի Ռուսլան, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, որովհետև ցույց է տալիս ընտանիքի կորուստ, ցույց է տալիս, որ չեք կարողանում ընտանիք ստեղծել, չեք կարողանում ֆինանսական հաջողություն ունենալ։ Այո, սիրելի Ռուսլան, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա անեծք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Արուս 45 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արուսի համար։ Արուս 45 տարեկան անձնական, Սիրելի Արուս, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիր կա, եթե նույնիսկ պրոբլեմ կա, սիրելի Անուշ, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։
Սիրելի Ռուսլան, ուրեմն ինչ-որ նեգատիվ կա ձեր վրա, որը մաքրված չի, ես չգիտեմ ձեզ ով է մաքրել, ով է մաքրման գործողություն կատարել, սիրելի Ռուսլան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր և անձնագանը և գործնագանը, ոչ մի խնդիր ձեր մոտ չի լուծվում, սիրելի Ռուսլան, ուրեմն նորմալ մարդկանց չեք դիմի, ով որ մաքրել է։ Ամեն մարդ չէ, որ կարող է մաքրման գործողություն կատարի։ Սեթրակ մերի, երբ երեխա կունենաք, սեթրակ մերի, երբ երեխա կունենաք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի սեթրակի և մերի համար։ Դուք երեխա կունենաք, սիրելի սեթրակ, սիրելի մերի, դուք երեխա կունենաք և շատ մոտ ժամանակահատվածում դուք երեխա կունենաք։ Վանուհին արեք, կմիանաք թե ոչ։ Վանուհին արեք, կմիանաք թե ոչ։ Սիրելի Վանուի, սիրելի Նարեկ, ձեր բաժանության պատճառը թուղթուգիրն է, ձեր բաժանության պատճառը նեգատիվն է, որպեսզի լինի միություն, դուք պետք է այս նեգատիվից մաքրվեք։ Քանի կա այս նեգատիվը չեք միանա, ոչ թե չեք միանա, նույնիսկ չեք կարողանա առանձին ձեր անձնական երջանկությունը ստեղծել, որպեսզի լինի միություն, այս նեգատիվից ձերբազատվեք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Անի, արա, հղիություն կլինի այս տարի թե ոչ։ Անի, հղիություն կլինի այս տարի թե ոչ։ Այո, սիրելի Անի, հղիություն կլինի, հղիություն կլինի։ Շնորհակալ եմ նվերի համար։ Նելի 23 տարեկան, Նարեկ 27 ավական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նելի և Նարեկի համար։ Ցույց է տալիս, որ հաջողություն կա ձեր կյանքի բոլոր ոլորտներում, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, սիրելի Նելի, սիրելի Նարեկ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Նելի, սիրելի Նարեկ, ինչ երազանք, նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։
Իմ եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, կոնտակտում, եթե ինչ-որ բան չեք կարողացել լսել, դուք կարող եք մտնել արդեն ձայնագրված տեսահոլովակը նայեք եւ իմ այդ հարցի պատասխանը կլսեք։ Գրեք ձեր անուն Մայրամ 18, Մայրամ Նարեկ, ինչ է սպասվում։ Մայրամ Նարեկ, ինչ է սպասվում։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ հաջողություն է ձեզ սպասվում։ Սիրելի Մայրամ, ինչ երազանք, որ նպատակ ունեք, այդ հարաբերության հետ կապված ձեր երազանքը նպատակը կատարվում է։ Հաջողություն է սպասվում ձեր հարաբերությունների մեջ, երջանկություն է սպասվում։ Հաջողություն է ցույց տալիս ձեր հարաբերությունների մեջ, նույնիսկ եթե բաժանված լինեք։ Դուք կկարողանաք ձեր հարաբերությունները կարգավորել նորից։ Անաստասիա 49 տարեկան անձնական Սիրելի Անաստասիա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են, եթե նույնիսկ խնդիրներ ու պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից կձեր ազատվեք։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Վահե 19 տարեկան անձնական Սիրելի Վահե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ, որ ունեք, դրանք կատարվում են։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Վահե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Դավիթ 24 տարեկան անձնական Դավիթ 24 տարեկան անձնական Սիրելի Դավիթ, ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Հաջողություն կլինի սկզբից ձեր ֆինանսական ոլորտում, ձեր աշխատանքային ոլորտում, հետո նաև ձեր անձնական ոլորտում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լևոնն ինչ է մտածում Անիի մասին։ Լևոն ինչ է մտածում Անիի մասին։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ այժմ ոչ մի բան չի մտածում, ձեր հարաբերությունների մեջ ավարտ է լինելու, ձեր հարաբերությունների մեջ ավարտ է լինելու։
Գոր 29 տարեկան չհասկացա բարև ձեզ սիրելի գորգ ճիշտ գրեք մի հատ ձեր հասկանամ թե դուք ինչ եք ցանկանում որ ես ձեզ նայեմ Ալինա 47 տարեկան Աբագա Ալինա 49 տարեկան Աբագա Սիրելի Ալինա ընդհանրապես կա խնդիրներ բայց այդ խնդիրները լուծելի են ձեր կյանքի մեջ եւ ֆինանսական հաջողություն է ցույց տալիս եւ անձնական հաջողություն է ցույց տալիս եթե խնդիրներ կան խնդիրներ կան դուք այդ խնդիրներից խնդիրներից հաջողությամբ դուրս եք գալիս Ջեյմս 21 տարեկան անձնական Ջեյմս 21 տարեկան անձնական կա խնդիրներ ձեր կյանքի մեջ սիրելի Ջեյմս բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր կյանքի բոլոր ոլորտներում եւ անձնական եւ ֆինանսական ոլորտներում ցույց է տալիս հաջողություն ցույց է տալիս երջանկություն ինչ երազանք եւ նպատակ ունեք դրանք կատարվում են Գոր 29 տարեկան ընդհանուր Գոր 29 տարեկան ընդհանուր Սիրելի գոր ձեր վրա կա թուղթուղիր, որի պատճառով կա խնդիրներ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Այժմ ցույց է տալիս, որ ընդհանուր ձեր մոտ ամեն ինչ խնդիր է, ամեն ինչ փակված է, ամեն ինչ պրոբլեմատիկ է։ Կայան է 50 տարեկան ֆինանսական Սիրելի Կայան է ձեր ֆինանսական ոլորտում կա հաջողություն Եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրները, պրոբլեմները հաջողությամբ լուծում եք եւ դուրս եք գալիս Հաջողություն է ցույց տալիս ձեր ֆինանսական ոլորտում Նարեկ 25 տարեկան ապագա Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար Նարեկ 25 տարեկան ապագա
Սիրելին արեք, ցույց է տալիս հաջողություն եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելին արեք, ձեր երազանքները, նպատակները կատարվում են։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Հովհաննես 56 տարեկան, ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսին։ Հովհաննես 56 տարեկան։ Հաջողություն է ցույց տալիս։ Եթե նորից խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Հովհաննեսը այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում է։ Հովհաննեսին սպասում է հաջողություն, հաջողություն, հաջողություն։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար։ Валера, 38 лет. Что вас ждет в финансовой сфере? Валера, что вам ждет? Сейчас посмотрим. Вообще-то показывает, что в вашей финансовой сфере вас ждет удача и очень большая удача. Вас ждет удача в вашей финансовой сфере. Благодарю за подарок. Բարևձեզ։ Սեդա 35 տարեկան, ինչ է սպասվում։ Սեդա 35 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Սեդա, ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Սեդա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձերբազատվում եք։ Մերի 44 տարեկան, ֆինանսական։ Մերի 44 տարեկան, ֆինանսական։
Սիրելի մերի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, փակված է ձեր ֆինանսականը, ինչ ձերը գցում, դա փակվում է, խնդիրներ կա եւ ձեր անձնական ոլորտում, եւ ձեր ֆինանսական ոլորտում, կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի մերի, որպեսզի լինի հաջողություն, փակված է ձեր հաջողության ճանապարհը, շնորհակալ եմ, Վազգեն 21 տարեկան, ֆինանսական, Վազգեն 21 տարեկան, ֆինանսական, Սիրելի Վազգեն, ձեր վրա կա նեգատիվ, ոչ թե ձեր վրա, ձեր հայրական, ձեր մայրական ազգի վրա կա, որի պատճառով խնդիրներ կա եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, սա մենակ ձեր վրա չի, սիրելի Վազգեն, սա ձեր ամբողջ տոմի վրա է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս անեծքը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում, սա անընդհատ փակում է, դուք քայլում եք, ինքը ձեր դեմ խոչընդոտ է ստեղծում, դուք քայլում եք, ոչ թե գնում եք դեպի լույսը, գնում եք դեպի պրոբլեմները, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի հաջողություն, Սեդա 35 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեդային, Սեդա 35 տարեկան, առողջական, սիրելի Սեդա, կա նաև լավացում, կա առողջացում, դուք կկարողանաք այդ առողջական խնդիրը հաղթահարել, դուք կկարողանաք այդ հիվանդությունից հաղթանակով դուրս գալ, Մագդա 28 տարեկան, ինչ է սպասվում, Մագդա 28 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մագդայի համար, սիրելի Մագդա, հաջողություն, երջանկություն, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են, հաջողություն է սպասվում ձեզի, Թամարա Մանուել, ինչ է սպասվում, Թամարա Մանուել, ինչ է սպասվում, Սիրելի Թամարա, սիրելի Մանուել, հաջողություն, ճանապարհներ, երազանքների կատարում, նոր հնարավորություններ, նոր հորիզոններ, ձեզ սպասում է հաջողություն, ձեզ սպասում է երջանկություն, նույնիսկ հնարավոր է տեղափոխություն, որը դուք շատ երկար ժամանակ սպասում եք, Անի 20 տարեկան, ինչ է սպասվում, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար, Անի 20 տարեկան, ինչ է սպասվում, Սիրելի Անի, ձեր վրա, ձեր ազգի վրա կա նեգատիվ, որի պատճառով ինքը անընդհատ ձեր սպասելիքների դեմը խոչընդոտներ է ստեղծում, արգելափակոցներ է ստեղծում, դուք դեռ երիտասարդ եք, որպեսզի անտեղի ժամանակ չկորցնեք, որպեսզի անտեղի չգնեք պրոբլեմների եւ դժվարությունների մեջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ճակատագրով ինչ որ ձեր ճակատին գրված է, դա կսկսի ձեզ համար աշխատել, որովհետեւ այս նեգատիվը ձեր բոլոր հաջողության ու երջանկության ճանապարհը փակում է, Նարեկ Լիլի, միասին կլինեք թե ոչ, Նարեկ Լիլի, միասին կլինեք թե ոչ, Ընդհանրապես կա խնդիրներ, սիրելի Նարեկ, այո, դուք կլինեք միասին, ճիշտ է որոշակի խնդիրներ կա, բայց այդ խնդիրները կլուծվեն, դուք կլինեք միասին, Ելենա 22 տարեկան,
Անձնականում ինչ է սպասվում։ Ելենա 22 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Ելենա, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Սիրելի Ելենա, ձեր վրա, ձեր ազգի վրա կա նեգատիվ, որը ստեղծում է խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք բացառատեսի։ Այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Աննա 54 տարեկան, ինչ է սպասվում։ Աննա 54 տարեկան։ Սիրելի Աննա, հաջողություն, երջանկություն։ Եթե կա խնդիրներ, եթե կա պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից կարողանաք դուրս գալ։ Հաջողություն է սպասում, սիրելի Աննա։ Հնարավոր է ինչ-որ խնդիրներ կար պետական դռների, ֆինանսական դռների հետ կապված, այդ խնդիրները ամբողջովին լուծվում են։ Հաջողություն է ցույց տալիս։ Այո, դուք կարող եք ինձ դիմել։ Դուք կարող եք ինձ դիմել։ Սերինե 41 տարեկան անձնական։ Սերինե 41 տարեկան անձնական։ Սիրելի Սերինե, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Եթե կա խնդիրներ, կա պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է սպասվում ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ, բարև ձեզ, բարև ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Մարինա 50 տարեկան գործնական։ Մարինա 50 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարինայի համար։ Հաջողություններ է ցույց տալիս, սիրելի Մարինա, ձեր գործնական ոլորտում։ Եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր բացատվում եք, ձեր թեմ հնարավորություն է բացվում, ձեր թեմ հաջողության, հնարավորության ճանապարհներ է բացվում։ Սոնա 40 տարեկան գործնական։ Սոնա 40 տարեկան գործնական։ Սիրելի Սոնա, ձեր գործնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվում են։ Ինգա 28 տարեկան առողջական։ Ինգա 28 տարեկան առողջական։ Սիրելի Ինգա, ձեր առողջական ոլորտում ցույց է տալիս
երջանկություն, եթե նույնիսկ առողջական խնդիր, դուք լավանում եք, ցույց է տալիս առողջացում, ցույց է տալիս ապաքինում։ Լիդիա 28 տարեկան, տուն կունենաք թե ոչ եւ երբ։ Լիդիա 27 տարեկան, տուն կունենաք եւ երբ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Լիդիա, ձեր թվը, սիրելի Լիդիա, ձեր վրա կա նեգատիվ, որը չի թողնում, որ դուք կարողանաք տուն ունենալ, եւ այս նեգատիվը հնարավոր է խնդիրներ բերի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, թող մաքրման գործողություն կատարի այս նեգատիվը ձեր վրայից, ձեր ընտանիքի, ձեր ազգի վրայից, նոր հնարավորություն կլինի եւ տուն ունենալ եւ երջանկություն ունենալ։ Քանի կա այս նեգատիվը, տուն ձեռք բերելու հնարավորությունները ամբողջովին դառնում է 0։ Սյուզի 20 տարեկան, ֆինանսական, Սյուզի 20 տարեկան, ֆինանսական, կա հաջողություններ ձեր ֆինանսական ոլորտում, կա հաղթանակ, ինչ երազանք, որ նպատակ ունեք, աշխատանքի ոլորտու հետ կապված, մասնագիտական ոլորտի հետ կապված, դուք այդ երազանքներին, նպատակներին, այդ իղձերին կհասնեք, սիրելի Սյուզի, հաջողություն է ցույց տալիս։ Ընդհանրապես դուք կարող եք ինձ դիմել, ես այդ նեգատիվը կարող եմ մաքրել։ Կարող եք նաև ինձ դիմել։ Դոնարա 18 տարեկան, անձնական, ես ձեզանից եմ շնորհակալ։ Դոնարա 18 տարեկան, անձնական։ Սիրելի Դոնարա, ձեր անձնական ոլորտում հաջողություն, հաղթանակներ, երազանքների նպատակների կատարում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Դոնարա, ձեր երազանք նպատակները կատարվում են։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սվետլանա 61 տարեկան, առողջական, Սվետլանա 61 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետլանայի համար։ Կա առողջական խնդիրներ, սիրելի Սվետլանա։ Սիրելի Սվետլանա, ձեր առողջական խնդրի պատճառը դա նեգատիվն է, թուղթուգիրն է, անեծքն է, որպեսզի լինի առողջացում, դիմեք նաև էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի բուժումը լինի արդյունավետ, եթե նեգատիվը ձեր վրայից չմաքրեք, բուժումը հարցում չի տասել, սիրելի Սվետլանա, ձեր առողջական խնդրի հիմնական պատճառը թուղթուգրի եւ անեծքի առկայությունն է։ Աստղի 21 տարեկան, հետ կգա ձեր նախկինը թե ոչ։
Աստղիկ 21 տարեկան։ Ընդհանրապես ոչ, հետ չի գա, սիրելի աստղիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեզք, դրա պատճառով եղել է բաժանություն, դրա պատճառով նախկինը հետ չի դառնա, դրա պատճառով նաև դուք չեք կարողանում ձեր անձնականը դասավորել, կարգավորել, որպեսզի լինի անձնական հաջողություն, երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, ոչ թե նախկինը հետ կգա, դուք նույնպես հնարավորություն կունենաք ձեր անձնական երջանկությունը կարգավորել, փակված է ձեր անձնականը ամբողջովին։ Սոֆիա Սակո, ձեր կապը կշարունակվի, թե ոչ։ Սոֆի Սակո, Սակոս, ձեր կապը կշարունակվի, թե ոչ։ Այո, ձեր կապը կշարունակվի։ Այո, ձեր կապը կշարունակվի։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Արթուր Տաթևիկ, բաժանում կա, թե ոչ։ Արթուր Տաթևիկ, բաժանում կա, թե ոչ։ Ոչ, չեմ տեսնում բաժանում, եթե նույնիսկ խնդիրներ ու պրոբլեմներ կա, այդ խնդիրներից, պրոբլեմներից դուք դուրս եք գալիս, չեմ տեսնում բաժանում։ Կոր 25 տարեկան գործնական, Կոր 25 տարեկան գործնական։ Կորի վրա կա նեգատիվ, հնարավոր է անեզք, հնարավոր է թուղթուգիր, որի պատճառով կա խնդիրներ և գործնական ոլորտում, և անձնական ոլորտում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կորի վրայից մաքրեք այս նեգատիվը, որպեսզի լինի գործնական հաջողություն։ Ջուլիա 30 տարեկան, երբ կամուսնանա։ Ջուլիա 30 տարեկան, երբ կամուսնանա։ Սիրելի Ջուլիա, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա թուղթուգիր, որի պատճառով չի լինի ամուսնություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր կլինի ամուսնություն։ Կոհար 27 տարեկան անձնական, Կոհար 27 տարեկան անձնական։ Սիրելի Կոհար, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, երազանքների նպատակների կատարում։
Այս կանը սիրելիներս, այս կանը, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, Facebook-յան ալիքներում, Adnaklassnik-ում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Այս կանը սիրելիներս, մինչև հաջորդ շաբաթ կիրակի, նորից հարցերին չկարողացա պատասխանել, նորից կփորձեմ ձեր հարցերին պատասխանել։ Այս կանը հաջողություն, ցտեսություն։